Տիկին Հակոբյան, դուք ինչպես եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, դա ինչ ի վերջո տվեց Հայաստանին, որովհետև ըստ էության որևէ բովանդակային հանդիպումներ, քննարկումներ չունեցավ Հայաստանի վարչապետը։ Դուք չգիտեք, որ երկրորդ համաշխարհային պատերազմում գործուն մասնակցություն է ունեցել նաև Հայաստանը, մենք լինելով փոքր երկիր ունեցել ենք բազմաթիվ զոհեր եւ Մոսկվայում երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի հետ կապված հենց միջոցառումներ իրականացվում։ Այդ մասին անցած տարի գիտեի, բայց Նիկոլ Փաշինյանը անցած տարի բացի դա, հնարավոր է որ ես չեմ հիշում նախորդ տարի պատճառը որն էր, կարծեմ կորոնավիրուսի տեստեր, չեմ հիշում հիմա պատճառը, բայց երբեմն լինում է, որ այլ զբաղվածություններ հաշվի առնելով չի մասնակցում վարչապետը, մասնակցում օրինակ փոխվարչապետը, չի մասնակցում փոխվարչապետը, մասնակցում օրինակ արտաքին գործերի նախարարը կամ ազգային ժողովի նախագահը եւ այլն, դա կազմակերպչական հարց է։ Ինչ վերաբերում է ինչու է մասնակցել, իսկ ինչու չպետք է մասնակցի։ Մենք հայտարարել ենք Վալեն Սիմոնյանն ասում է, որ փող են ուղարկում Ռուսաստանից, հիբրիդային պատերազմ սկսեն եւ հիմա տարօրինակ է։ Դա այլ հարց է։ Մենք հայտարարել ենք նաեւ դիվերսիֆիկացման եւ դիվերսիֆիկացնող քաղաքականության մասին եւ դա հենց նշանակում է, որ պետք է մասնակցել բոլոր ֆորմատներին եւ Ռուսաստանի Դաշնությունը խնդրահարույց երկիր չէ, մենք գործընկեր երկրներ ենք եւ փոխհարաբերվում ենք երկուստեք շահերը հաշվի առնելով։ Իսկ ինչու հանդիպումներ չեղավ, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ազգային ժողովի ամբիոնից ասում էր, որ սա հնարավորություն է քննարկումների, երկկողմ հարաբերությունների հետ կապված բանակցություններ ունենալ, բայց որևէ մեկի հետ հանդիպում չեղավ։ Արդյոք անակնկալ էր հայկական կողմի համար Ալիևի չմասնակցելը եւ վարչապետը այդ ակնկալիքով էր գնում, որ հնարավորություն ունենար բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Մենք ցանկացած հարթակում իհարկե ուրախ ենք բանակցելու համար, սակայն դա կախված չէ մեր որոշումներից, հա, մենք մեր որոշումները այլ ուրեմն նպատակով ենք կայացնում, ինչ վերաբերում է ինչու հանդիպումներ չունեցավ, ես խորհուրդ կտամ հենց վարչապետին այդ հարցը ուղղել, ես դեռևս խմբակցությունը հանդիպելու հնարավորություն չի ունեցել եւ մենք այդ հարցը չենք ուղղել, որ գոնե հղում անելով պատասխանեի։ Արևմուտքի հետ խնդիր կունենա հայկական կողմը այս այցով։ Չէ, ես չեմ հասկանում ինչի եք դուք տենց ինչ որ մի երկրի հետ ինչ որ մի հարաբերությունները անպայման հակակշռում մյուս երկրի շահերի հետ։ Տիկին Հակոբյան, սպառնում էին արևմուտքից գնալու համար Հայաստանի ղեկավարը, ասում էին Զելենսկին էր սպառնում։ Այսինքն այդ սպառնալիքների ելնելով ենք մենք ասում կարող Հայաստանը խնդիրներ ունեն արևմուտքում։ Տեսեք, Զելենսկին ինչ-որ հայտարարություն արել, որը վերաբերում է ամբողջ աշխարհին եւ Հայաստանին չի վերաբերում, եւ այդ հայտարարությունը տեսնելուց հետո էլ մենք գնացել ենք Կալասի հայտարարությունը։ Հայաստանի վարչապետը գնում է ռազմավարական դաշնակցությունից հանդիսացող երկիր եւ այդ երկրի ղեկավարի հետ երկկողմ հանդիպում չի լինում։ Սա արդյոք չի խոսում այնպիսի խնդիրների մասին, որոնք իսկապես կան եւ որոնք չի հաջողվում հաղթահարել։ Ես տեղեկացված չեմ հանդիպումների մասին եւ չեմ կարող գնահատական տալ, որովհետեւ կարող է պաշտոնական երկկողմ հանդիպում չի եղել, բայց այլ շփումներ են եղել, հեչ պարտադիր չի դրոշները դնել նստել, որպեսզի ինչ որ խոսակցություն ունենալ, հնարավոր է այլ ֆորմատներում խոսել եւ ես դες ասեմ ավելին, երբեմն կարող ես օրինակ ընթրիքի ընթացքում ավելին խոսել, քան այդ տեսախցիկների առաջ, այդ բանակցությունների ընթացքում, այնպես որ այդպես չէ, դիվանագիտությունը որ անպայման պետք է պաշտոնական հանդիպումը դրված լինի, որ կարողանաս ինչ-որ խոսակցություններ ունենալ։ Իսկ պաշտոնականից զատ այլ հանդիպումների կամ շփումների մասին ես ասացի, որ տեղեկացված չեմ։ Տիկին Հակոբյան, իսկ ինչի զորախումբ չէր ուղարկել Հայաստանը, որովհետև քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավորները հայտարարում են, որ դա նաև մեր հաղթանակն էր եւ Հայաստանը ծանրակշիռ ներկայություն է ունեցել պատերազմում եւ ես խորհուրդ եմ տալիս կառավարությանը այդ հարցը ուղղել, որովհետեւ զգացիք որ բոլոր երկրների զորախմբը հետևել ուրեմն այդ շքերթին, այո, տոնական եւ չեմ կարող ասել եւ առհասարակ այս հարցը պետք է տալ կառավարությանը, ոչ թե պատգամավորին։ Եվ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ազգային ժողովում կապված ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին ընդཐུպ մինչև վիրավորական համբալ, ԱԱՑ-ի պատվալ տանեմ սաղի լցնեմ
ունեմ եւ այլն եւ այլն։ Սա Հայաստանի ղեկավարի լեքսիկոն է եւ դա իրականում կա իրավապահների հետ կապված, հա, խնդիր դրանք պետք է լուծվեն իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը ասում է, որ ես օրինակ քննիչ չեմ, դատախազ չեմ եւ միանգամից ասում է սաղի տանեմ լցնեմ ԱԱԾ պատվալը, ըստ էության հակասության մեջ չէ եւ ինչպես եք վերաբերում, որ ընդդիմադիր падգամավորին երկրի օրենսդիր ներկայացուցիչներին ասում է համբալ։ Տեսեք, երբ որ դուք նման կերպ եք մեկնաբանում վարչապետի խոսքը, դրա համար էլ հասարակության մեջ սխալ կարծիք է ձևավորվում, որ վարչապետն ասել է սաղի տանելու եմ լցնեմ պատվալը։ Ասել է, եթե ընդդիմադիր մամուլին հետևեմ, ձեզ բոլորիդ պետքա տանեմ լցնել պատվալ ու այո, եւ ոչ միայն դա, այլև կախել հրապարակից, որովհետեւ դուք չեք շփվում քաղաքացիների, չգիտեք, որ նման պահանջ կա հասարակության մեջ։ Չգիտեք, որ մամուլի հրապարակումներին որ լսես, որ մամուլի հրապարակումներին հետևես, հենց այդպես էլ պետք է անես, բայց դրանով չի առաջնորդվում։ Վարչապետն ասում է մամուլով ես չեմ առաջնորդվում, ես չեմ կարող միայն մամուլով ձեր ասած մամուլին հողում անելով, տենց անեմ, որ տենց անեմ, ձեզ բոլորին պետք է տանեմ լցնեմ պատվալը։ Հիմա դուք դա ասում եք, ուրեմն մեկնաբանելով, որ վարչապետն ասել է ձեզ տանելու եմ լցնեմ պատվալը։ Ինչ որ մարդիկ էլ վարչապետի ասած ստեղս է հասել, ասում էին վիզը կտրելու սպառնալիք, չգիտեմ ինչեր, եւ այդպես է մանիպուլյացիան այդպես է լինում։ Տիկին Հակոբյան, անձիկ որ պատասխան եք տալու արտահայտության համար, որը քրեական ենթամշակույթի տարերին է հարիր, այդ արտահայտության համար ինքը կալանավայրում է։ Պատասխան եք տալու։ Նույնը կրկնում է վարչապետը։ Եվ այդ մասով արդեն փաստաբան Արայիկ Պապիկյանը հաղորդում է ներկայացել գլխավոր դատախազություն, եթե անձին այդ արտահայտությունների համար քրեական տարեր եք, ենթամշակույթի տարեր եք տեսնում, ապա վարչապետն է նույն արտահայտությունը։ Հիմա ես էլ եմ ասում, որ իրանք պատասխան են տալու, թող նույնն էլ իմ հանդեպ անեն, ես խնդիր չունեմ։ Տիկին Հակոբյան, Բա ինչ պետք է անեն, պետք է բոլորն էլ պատասխան տան իրանց արածների կամ անգործության համար։ Նաև վարչապետը նշեց, որ իհարկե այստեղ բուռն քննարկման առարկա հանդիսացավ, որ երբ գնում եմ մարզեր, բնակիչները իրեն ասում են, թե ինչու Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը նստած չեն, այստեղ էլ Արծվիկ Հակոբյանը հակադարձած մեկ այլ մեջ Արծվիկ Մինասյանը ներողություն հակադարձած եւ այլ մեջբերում արեց։ Իսկ խնդրեմ նաև ձեր հանդիպումներում նման հա որ մեզ են ասում։ Հա տեսեք Ես ամենաշատ մեղադրանքը մեզ, ինձ լսել եմ, որ ինչու նախկին թալանչիները նստած չեն եւ ձեզ էլ եմ վստահաբար այդ նույն հարցերը տալիս, ինչու նստած չեն եւ իրականությունն է ասել վարչապետը, այտենց բան չի, այսօր դուրս եկեք փողոց, այս ձեր ուղիղ եթերով դուրս եկեք, ասեք ձեր ամենամեծ ուրեմն քննադատությունը իշխանությանը 18 թվականից հետո կառավարող Իրանք վստահաբար Շեմ լսի, ինչ եք ասում։ Հարցով ուրիշ քննադատություն չեք լսում եւ հատկապես Շատ ասեմ ամենամեծ տեսեք, հիմա գրագործները շարունակում են, մարդիկ ասում են, եթե այսպես շարունակվում, մենք թողնելու ենք դուրս գանք մեր մեջ, այս հարցով արդյոք Ես ինքս նախորդ 3 օրերը եղել եմ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում մինչեւ Ագարակա եւ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիների հետ եւ լսել եմ մարդկանց մտահոգությունները, մարդկանց տեսլականն եմ նաեւ տեսել, լսել իրենցից եւ սահմանային միջադեպերի մասին, կրակոցների մասին, ոչ միջադեպերի, սրանց հստակ նաեւ մենք մեր ուրեմն պատկերացումներն ասել ենք, հա, դրանք ինչի հետևանք են։ Բանն այն է, որ խաղաղության համաձայնագրի վերջին, հա, նամակից հետո եւ հայտարարումից հետո, որ խաղաղության համաձայնագիրը տեքստը երկու ստեկ արդեն համաձայնեցված է, սա անակնկալ է եղել Ադրբեջանի իշխանությունների համար եւ Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է Հայաստանից ստանալ ագրեսորի կերպար եւ դիրքավորվել իբրև խաղաղասեր միջազգային հանրության առաջ եւ հիմա սկզբում կհիշեք երևի որ կրակոցների մասին սուտ տեղեկություններ էին, հա, հայտնում իրենց պաշտպանության նախարարությունը, որ Հայաստանը կրակում է, սակայն դրա հետ կապված չկային ուրեմն փաստեր չկային դրա համար մենք հայտարարում էինք, որ եթե կան փաստեր դրա հետ կապված, խնդրեմ ներկայացեք, որովհետև զինվորը ուրեմն հրաման ունի չկրակել խաղաղ իրավիճակում ցանկացած ուղղությամբ։ Այնպես որ եւ քանի որ չկային փաստեր դրա հետ կապված, Ադրբեջանը սկսեց անկանոն կրակել
Հետո այդ կրակոցները երբեմն դեպի Հայաստան են ուղղվում, ինչը քննադատվում է մեր կողմից, սակայն սրան արձագանքել պատասխան կրակոցով, սա այսպես ասած քարտ տալ է Ադրբեջանի ձեռքում, որպեսզի իր ցանկացած այդ ագրեսորի եւ ոչ խաղաղասերի կերպարը Հայաստանից Արդեն տների տանիքներն են գրավում։ Ես ասացի, այո, դա ցավալի է եւ մենք քննադատում ենք այդ ամեն ինչը։ Եվ սակայն սա չի նշանակում, որ մենք պետքա պատասխան կրակենք, որովհետեւ սա նշանակելու է իրենց ուրեմն ցանկության, հա, հաղթանակը։ Տիկին Հակոբյան մի հատ ֆրանսիացի մեջ ապրեն, ուղղակի Ես պատասխանեցի ձեզ, ես այդ մարդկանց հետ հանդիպումից եմ գալիս եւ իրենց տեսակետը լավ գիտեմ։ Տիկին Հակոբյանը անցած շաբաթ արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցային գործընթացում հնարավոր է լինեն լավ նորություններ, թեպասած առաջընթաց դեռ չկա, բայց ինչ որ դրական ակնարկներ էր անում։ Ես ուզում եմ հասկանալ, հայտնի է հաստատուկը համաձայնեցված է, Ադրբեջանը նախապայմաններ է հնչեցնում, համարում է, որ նրանք լեգիտիմ են։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչի շուրջ է խոսակցությունը Տիկին Հակոբյան, այդ նախապայմանների շուրջ Հայաստանը արդյոք փորձում է Ադրբեջանին համոզել, փաստարկներ ներկայացնել, որ դրանք ժամանակի ընթացքում կատարվող նախապայմաններ են եւ դա է նաեւ արտգործնախարարի լավատեսության հիմքում։ Մենք երկու նախապայմանների հետ էլ կապված մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարմանը, ապա վարչապետը նաև հայտարարել է, որ պատրաստ է միառժամանակ եւ խաղաղության համաձայնագիրը ստորագրել եւ Միսկի խմբի լուծարման փաստաթուղթը եւ բազմաթիվ են հիմնավորումները, թե ինչու։ Ինչ վերաբերում է երկրորդ այսպես կոչված նախապայմանին, ապա առհասարակ նախապայմաններ դնելը եւ դրանք չներառելը փաստաթղթում սա արդեն խնդիր է, հա։ Եթե կային պայմաններ, որոնք պետք են խաղաղության համաձայնագիր ունենալու համար, դրանք պետք է ներառված լինեին փաստաթղթում, բայց դուք տեսաք, որ դուք գիտեք, չեք տեսել, բայց ես վստահեցնում եմ, որ նման նախապայման, նման դրույթներ չկան խաղաղության համաձայնագրում, ինչպես նաեւ չկա այդ ընդդիմության, այսպես ասած, ժամանակին, հա, գորգորոցները այն մասին, որ հեսա ճանապարհ են տալու, միջանցք են տալու եւ այլն։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, սրա մասին մենք եւս շատ երկար սրա մասին խոսել ենք, եթե ցանկանաք նորից կխոսեմ, բայց կփոխվի չէ, որ սահմանադրական փոփոխությունները, սրանք մեր օրակարգային հարցերն են եղել դեռևս հեղափոխությունից անմիջապես հետո եւ մինչ Ադրբեջանի կողմից կլինեին նման խոսակցություններ, վարչապետն արդեն իսկ հենց հանրայինի եթերում դրա մասին հայտարարել էր, բացի դա այն խնդիրը, որը մատնանշում է Ադրբեջանը իբրև խնդիր իր հավակնություն իր տարածքների հանդեպ, սրա հետ կապված եւս բազմաթիվ բարձրաբանումներ կան, այդ թվում մեր սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։